Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես եւս կարծում եմ, որ չափազանց դրական նախագիծ է սա ու միանշանակ է, որ հանրության լայն շերտերում միայն դրական արձագանք է ստանալու ու դա շատ տրամաբանված է, բայց մի քանի դրվագի մասն եմ ուզում խոսել, պարոն Աբրահամյան, երբ որ խոսում ենք այն մասին, որ գնդի 61% կամ 65% նույնիսկ դրական է ստացել ատեստացիան, բայց գունդը անբավար, նույնիսկ պարոն Պապիկյանի մեջ բերած է թեր համալրումը տեխնիկայով կամ մարդկային ռեսուրսով, եթե նույնիսկ մի կողմ դնենք, առհասարակ ցանկացած ստորաբաժանում մարտունակ է այնքան, ինչքան մարտունակ է դրա ամենապակաս մարտունակ օղակը։ Ու այդ 30-35%-ը եթե անբավար է ստանում, դա շատ մեծ խնդիր է։ Ու ամբողջ գնդի մարտունակությունը կարա բան անի։ Օրինակ ամենապարզ օրինակը բերեմ։ Ենթադրենք հրետանային մարտկոցը գնում է խնդիր կատարելու, ամբողջ մարտկոցի 90%-ը գերազանց է ստացել ատեստացիան, հաշվարկողը ստացել է անբավար։ ԿՌՏ-ի ժամանակ կրակաբացում հաշվարկողը սխալ հաշվարկում կրակում է յուրայինների վրա, ստացավ անբավար։ Անբավար, բա 90%-ը ստացել էր գերազանց, բա ոնց եղավ, տենց։ Այդ բան չի էլի, մաթեմատիկա չի պարզ, որ ասենք, եթե այսքան տոկոսը ստացել է գերազանց, ուրեմն ամբողջ գունդը պետք է ստանա գերազանց, ինքը շատ բարդ process է, այնտեղ ներդաշնակեցման հարց կա, այնտեղ հազարումի հարց կա, այնտեղ միջանձնային հարաբերությունների հարց կա ընդհանուր միջև ու լիքը այլ բաներ։ Ինչևէ, ես կարծում եմ առհասարակ այս նախագիծը միանշանակ դրական է ու մենք հիմա շատ լավ բան ենք անում մեր քաղաքացիների համար ու իմ ընկալումը այն է, որ մենք պետք է շարունակենք շարժվել բանակի պրոֆեսիոնալացման ճանապարհով, որը եւ շատ լավ մեկնարկ ունի, հենց Պաշտպան հայրենիաց ծրագրի միջոցով ու ես վստահ եմ, որ մենք կհաջողենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։